Մայրաքաղաքից 25 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Հայաստանի զբոսաշրջային համայնքներից մեկը՝ Գառնին։ Գառնին զբոսաշրջիկներին առավել հայտնի է հայ հեթանոսական մշակույթից մնացած միակ օրինակով՝ Գառնիի տաճարով, որը 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո վերածվել էր արքաների ամառային նստավայրի։ Գառնի գյուղի տարածքում է գտնվում հանրահայտ քարերի սիմֆոնիա բնական հուշարձանը, որն ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։ Բնության կողմից կերտված գետի վրա կախված այցյունների շարքը երգեհոնի է նման, այդ իսկ պատճառով էլ ժողովուրդը բազալտե երգեհոն անունն է տվել։ Քչերին է հայտնի սակայն, որ Գառնիի վարչական տարածքի հյուսիս-արևելյան մասի գողտրիկ մի անկյունում գտնվում է Մաշտոց Հայրապետ հինավուրց սրբավայրը։ Եկեղեցին կառուցվել է Գառնիի կիրճի բարձրադիր լանջին, գեղեցիկ տեսարաններով դեպի գետը եւ լեռները։ Մաշտոց Հայրապետ եկեղեցին եղել է ոչ միայն կրոնական կենտրոն, այլև կրթության եւ մշակույթի տարածք։ Եկեղեցու ավերակները հիշեցնում են 7-րդ դարի հայկական ճարտարապետության կարևոր ավանդույթները, բնության եւ միջավայրի ներդաշնակությունը։ Ներկայումս եկեղեցին գտնվում է համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանի ամենօրյա հոգացության ներքո։ Համայնքի ղեկավարը, ինչպես տեղացիներն են բնորոշում, եզակի համայնքապետերից է, ով 24 ժամ հասանելի է բոլորի համար։ Տիգրան Պողոսյանը շատ ազնիվ, բարի, աշխատող, աշխատասեր, երիտասարդ ղեկավար է, համայնքի ղեկավար։ Ամեն ինչ անում է գյուղի բարգավաճման, զարգացման համար։ Ասֆալտապատեցին գյուղը, լուսավորության ցանց անցկացրեցին, մի խոսքով ամեն ինչ, ամեն քայլափոխ անում է հանուն գյուղի զարգացման, բարգավաճման համար։ Գյուղի բնակչության անունից ես կարող եմ ասեմ շնորհակալություն հայտնել իրեն կատարած գործի համար, բոլորն էլ գոհ շնորհակալ են նրա ամեն մի կատարած գործի համար, անչափ շնորհակալ ենք իրենից։ Ողջ օրը չի փակվում իր կաբինետում, նախընտրում է շրջել համայնքում, անձամբ հետևել ընթացիկ աշխատանքներին, շփվել բնակչության հետ, լսել նրանց խնդիրները, ձգտում է իր աշխատանքով հնարավորինս ծառայել իրեն վստահած ժողովրդին։ Ինձ համար ամենասպասված գնահատականը համայնքի բնակչի գոհունակությունն է, երբ նա իր խնդրի լուծումը ստացած դուրս է գալիս համայնքապետարանից, ասում է համայնքապետը։ Գառնեցիները հպարտությամբ են խոսում իրենց երիտասարդ, բայց փորձառու համայնքապետի ջանքերով կատարված աշխատանքների մասին։ Ժողովուրդը գնահատում է իր աշխատանքը, գյուղը զարգացել է, ահագին փոփոխություններ կա, ոնց ասեմ, չէ։ 2018 թվականից մինչ օրս Գառնի համայնքում իրականացվել եւ իրականացվում է շուրջ 23 սուբվենցիոն ծրագրեր։ Կառուցվել են ճանապարհներ, մայթեր, իրականացվել են փողոցային լուսավորության աշխատանքներ, վերանորոգվել են այգիներ, պուրակներ, նախադպրոցական հաստատություններ եւ բազում այլ կարևորագույն աշխատանքներ են իրականացվել եւ իրականացվում։ Գառնին, ի տարբերություն այլ զբոսաշրջային վայրերի, իր շքեղությամբ փայլում է նաեւ գիշերը, երբ շուրջը վառվում են լույսեր ու ստեղծում առեղծվածային տեսարան։ Շատ մարդիկ արդեն իսկ Գառնի գալով եւ Հայաստան այցելելով տեղեկանան մեր ունեցած ռեսուրսների, ծառայությունների, մշակութային եւ պատմական վայրերի մասին։ Այդ ճանապարհում մենք մտածում ենք, որ այդ ճանապարհով պետք է զարգացնենք զբոսաշրջությունը շատ ինֆորմացիա տրամադրելով։ Այստեղ զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների եւ կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն եւ դեպի Արարատ լեռը բացվող լավագույն տեսարաններից մեկ։ Գառնիում ամեն ինչ աճում։ Մարդուց բռնած մինչև մրգի ամեն տեսակ աճում է Գառնիում։ Այդպես բան չկա, որ չի աճում։ Գառնին Հայաստանի, պարզ ասեմ, հարստությունն է, թագը, Գառնին Հայաստանի թագն է։ Բա պարտանալու տեղ ունենք, որպես գառնեցի, ես հպարտ եմ ազնվությամբ։ Այդպես բան չկա, որ չի աճում։ Մենակ բանան չի աճում, մեն էլ սկսել են դնել արդեն ժողովուրդը։ Բանան, մեսին, մի հատ էլ ֆեյխուա, էդ էլ են սկսել զարգացնել։ Ամեն ինչ կիվի շատ կա արդեն։ Տուրիստը ինքը գիտի, որ մի անգամ եկավ, եթե իրան ընդունեցին նորմալ, վայել, երկրորդ անգամ կգա, եթե չընդունեցին 1000 տարի մնա չի գա ինքը։ Դե Գառնին աշխարհին է արդեն հայտնի։ Շաբաթ կիրակի օրերին տրանսպորտային այնքան միջոցները հելնում, փողոցները փակ է ելնում, ամբողջ Գառնին։
Երևանում խցանումները, ասում են Երևանում խցանում։ Դու խցանումը Գառնիում է։ Գառնիցները ապրում են իրարով, իրար կողք կողքի, իրար օգնում են, ոնց որ թե բոլորը մի ընտանիքից լինեն։ Երևի թե որ տարիներով շարունակ իրար հետ ապրել են, իրար հետ արարել են, ստեղծագործել են, հիմա էլ բոլորը մեկը մյուսի դարդու ցավով են։ Ինչ բնորոշ գծեր ունեն, շատ հյուրասեր ժողովուրդ են գառնիցները։ Այս ամառվա ընթացքում չկա մի տուն, որ հյուրեր չունենա, որ դրսից մարդկանց հյուրընկալի։ Ապրելով Գառնիում մարդիկ ձեռք են բերել նաև համերաշխություն, խիզախություն, չկա մի պատերազմական շրջան, որ գառնիցները իրենց մասնակցությունը չունենան։ Հայրենական պատերազմին մասնակցել են 460 հոգի, Արցախյան պատերազմում ցավոք 25 հոգի զոհ ենք տվել։ Դրանք բոլորը մեր երեխաներն են, մեր հարազատներն են, որովհետև մեկս մյուսով ենք ապրում, արդեն ես հիշատակեցի այդ մասին։